Ուկրաինական ռազմաճակատում թեժ մարտերն ու ճգնաժամի հանգուցալուծման շուրջ գլխապտույտ զարգացումները կրկին ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը դարձրել են միջազգային օրակարգի գլխավոր հարց։ Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական նշանակության էներգետիկ ենթակառուցվածքներին, հայտարարելով, որ մեկ շաբաթվա ընթացքում գրավել է 16 բնակավայր Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի եւ Զապորոժիեի ուղություններում, ինչպես նաեւ հայտնել է Կուպյանսկի վրա վերահսկողություն հաստատելու մասին, թեև այդ փաստն Ուկրաինան կտրականապես հերքում է։ Զուգահեռաբար ուկրաինական օդային պաշտպանությունը հայտնել է, որ մեկ գիշերվա ընթացքում ռուսական 115 հարվածային դրոններից 95-ը խոցվել են։ Մարտական գործողություններին զուգահեռ վերջին ժամերին ուշագրավ զարգացումներ արձանագրվեցին նաև դիվանագիտական դաշտում, կապված Միացյալ Նահանգների խաղաղության ծրագրի հետ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին ստիպված կլինի ընդունել Վաշինգտոնի մշակած ծրագիրը պատերազմին վերջ դնելու համար։ Դե ինչ-որ մի պահի նա ստիպված կլինի ընդունել ինչ-որ բան։ Նա չի ընդունել, հիշում եք, չէ՞։ Ոչ այնքան վաղուց Օվալաձև գրասենյակում ես ասացի, քարտերը քո ձեռքին չեն։ Մի մոռացեք, ես այս պատերազմը ժառանգել եմ։ Այս պատերազմը երբեք չէր սկսվի։ Եվ ես կարծում եի, որ նա պետք է գործարք կնքեր 1 տարի առաջ, 2 տարի առաջ։ Իսկ ամենակարևոր գործարքը կլիներ այն, եթե այն երբեք չսկսվեր։ Դա լավ գործարք կլիներ։ Դա նույնպես հնարավոր էր անել, եթե դուք ունենայիք ճիշտ նախագահ, բայց դուք չունեիք ճիշտ նախագահ։ Վաշինգտոնի 28 կետանոց ծրագիրը Ուկրաինայից պահանջում է զիջել տարածքներ, համաձայնվել իր զինուժի սահմանափակումներին եւ հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու հավակնություններից։ Սակայն ծրագիրը պարունակում է նաև որոշ առաջարկներ, որոնք կարող են անցանկալի լինել Մոսկվայի համար, մասնավորապես պահանջելով ռուսական ուժերին հետ քաշվել իրենց գրաված որոշ տարածքներից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որ նախկինում հրաժարվում էր նահանջել Ռուսաստանի առանցքային, տարածքային եւ անվտանգության պահանջներից, հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ գրեթե 4-ամյա կոնֆլիկտի վերջնական կարգավորման համար։ У нас этот текст есть. Մենք ունենք այդ տեքստը։ Մենք այն ստացել ենք Միացյալ Նահանգների վարչակազմի հետ հաղորդակցության գոյություն ունեցող ուղիներով։ Ես կարծում եմ, որ այն կարող է օգտագործվել որպես վերջնական խաղաղ կարգավորման հիմք, բայց այն մանրամասն չի քննարկվել մեզ հետ։ Եվ ես կարող եմ կռահել, թե ինչու։ Պատճառը նույնն է։ Միացյալ Նահանգների վարչակազմին դեռևս չի հաջողվել ապահովել Ուկրաինայի համաձայնությունը։ Ուկրաինան դեմ է դրան։ Զելենսկին երեկ հանդես է եկել հայտարարությամբ եւ զգուշացրել, որ Ուկրաինան կանգնած է ծանրագույն ընտրության առաջ, բայց իրենք կփորձեն աշխատել գործընկերների հետ գտնելու լավագույն լուծումը։ Зараз один з найважчих моментів нашої історії. Այժմ մեր պատմության ամենադժվար պահերից մեկն է։ Այժմ Ուկրաինայի վրա ճնշումը ամենադժվարներից մեկն է։ Ուկրաինան կարող է հայտնվել շատ դժվարին ընտրության առջև, կամ արժանապատվության կորուստ, կամ առանցքային գործընկերոջը կորցնելու ռիսկ, կամ դժվար 28 կետերը, կամ չափազանց դժվար ձմեռը, ամենադժվարը եւ հետագա ռիսկեր։ Ուկրաինայի պաշտոնյաները հայտնել են, որ Վաշինգտոնը սպառնացել է դադարեցնել Կիևին տրամադրվող առանցքային աջակցությունը, եթե չհամաձայնեն առաջարկվող կետերին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը դեռևս պաշտոնապես չի ստացել Միացյալ Նահանգների 28 կետանոց խաղաղության ծրագիրը, սակայն պատրաստ է բանակցել։ Պեսկովը շեշտել է, որ ռուսական զորքերի արդյունավետ գործողությունները պետք է համոզեն Զելենսկիին, որ ավելի լավ է բանակցել հենց հիմա, քան ավելի ուշ։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։